Հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Անհողի Թայֆան շարունակում է այս կամ այն ընդդիմադիր գործչին թիրախավորել ու մեղադրել բանակում չծառայելու մեջ։ Հիմա էլ կոնկրետ թիրախավորել են, ասենք, Նարեկ Կարապետյանի, Սամվել Կարապետյանի եղբորորդուն։ Երեք նաև այդ թեմային անդրադարձավ Նիկոլի Պետրոսը հմեկի, առողջություն մաղթելով Նարեկին ու պրպտում էր, թե ինչի չի ծառայել բանակում։ Գիտեք, սա նորմալ կդիտարկվեր այն պարագայում, երբ որ ասենք նույն Պետրոսը իր տաղավար հրավիրեր տասնյակ քայլիստների ու հարցներ, թե ինչ պատճառով նրանք չեն ծառայել բանակում։ Այսա նորմալ կդիտարկվեր, բայց երբ որ նույն Պետրոսը ընդդիմադիրներին է հրավիրում ու հետաքրքրում, թե ինչի նրանք չեն ծառայել բանակում, բայց ասենք ուշադրությունից դուրս է թողնում կամ չի նկատում, որ ասենք նույն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը չի ծառայել բանակում։ Իդեպ նաև նշեմ, որ այն կեղծ թեզը, թե այդ ժամանակ իբր թե գործել է օրենք, որի համաձայն երկու եղբայրների ծառայությունից հետո երրորդ եղբայրը ազատվում է բանակից, դա Նիկոլի վրա չէր տարածվում, հարգելի հայրենակիցներ, այդ ժամանակ այդ օրենքը չի գործել եւ Նիկոլը ազատվել է բանակից այլ պատճառով, որի վերաբերյալ շատ լավ կլինի, որ Պետրոսը Նիկոլին հատուկ հրավիրի տաղավար, առողջություն մաղթի եւ իմանա, թե օրինակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ինչի չի ծառայել բանակում։ Իդեպ նաեւ նշեմ, որ օրեր առաջ բանակում չծառայելու վերաբերյալ միտք արտահայտեց ազգային ժողովում նաեւ հանրաճանաչ падգամավոր Կրզոն Խաչատուր Սուքիասյանը, որը գտնում է, որ ով չի ծառայել բանակում, պետք է պետական պաշտոն չզբաղեցնի։ Հետաքրքիր է ում նկատի ուներ Կրզոն, երևի հենց նույն Նիկոլ Անհողին կամ այն մարդկանց, ում ես հիմա կանդրադառնամ։ Օրինակ, բանակում չի ծառայել նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Հետաքրքիր է ինչի համար չի ծառայել այս անձը բանակում, որովհետև ըստ ուրեմն մեր գիտեցած տեղեկությունների բանակից հիմնականում ազատվում են երկու պատճառով՝ գիտությամբ զբաղվելու եւ առողջական պատճառով։ Ըստ տարածված ասեկոսեների Արայիկը բանակից ազատվել է հիվանդության պատճառով եւ շատ լավ կլինի, որ մենք բոլորս իմանանք, թե այդ բարձրապաշտոնյան ինչի չի ծառայել բանակում։ Պետրոս, այս հարցը մի հատ Արայիկին կտաս։ Բանակում չեն ծառայել Նիկոլի կառավարության 4 նախարարներ՝ Արաբատ Գործակալ Միրզոևը, Մխիթար Հայրապետյանը, Համբարձում Մատևոսյանը եւ Գևորգ Պապոյանը։ Հետաքրքիր է, այս 4 առողջ տղամարդկանց տեսքերից առողջ են ամեն դեպքում։ Ինչն է խանգարել բանակում ծառայելը, ուրեմն ծառայելու պահով, ինչի չեն ծառայել։ Բանակում չի ծառայել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Բանակում չի ծառայել ազգային ժողովում ԿՊ ֆրակցիայի ղեկավար Ճղճղ Հայկ Կոնջորյանը։ Հետաքրքիր է ինչն է պատճառը, որ սա բանակում չի ծառայել։ Բանակում չեն ծառայել բազմաթիվ քայլիստ падգամավորներ։ Օրինակ Սանդիկովը չի ծառայել Գյումրիից ընտրված Շիրակի մարզից ընտրված Կարեն Սարուխանյանը։ Հետաքրքիր է իմանալ, այս անձը ինչի չի ծառայել բանակում։ Բանակում չի ծառայել Նարեկ Սեկտեմբերովիչը, իդեպ նաև նշեմ, որ լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակեցին, որ այս անձը ինքնավնասման պատճառով չի ծառայել բանակում, այսինքն ինչպես ժողովրդական լեզվով են ասում, խելառ է, խելառի թղթով է ազատվել բանակից։ Բանակում չի ծառայել DJ Էտիկը, որի հայրը, ինչպես գիտեք, կամ ընտանիքը հայտնի Զիգզագ խանութների համասեփականատերերից մեկն է։ Հետաքրքիր է DJ Էտիկին ինչ է պատահել, որ չի ծառայել բանակում։ Խանդանյանը չի ծառայել բանակում, Վլադիմիր Վարդանյանը չի ծառայել բանակում, Ռուստամ Բաքոյանը չի ծառայել բանակում, Թունյանը, այն Պողոսենց հարևան Թունյանը եւս չի ծառայել բանակում։ Հետաքրքիր է, Պետրոս, ինչի սրանց չես կանչում քո տաղավար եւ չես հարցադրումներ անում եւ առողջություն մաղթում սրանց, այսպես տեսակ քանի ուրեմն падգամավոր ԿՊ-ից չի ծառայել բանակում։ Բանակում չեն ծառայել բազմաթիվ նաև քայլիստ մարզպետներ։ Օրինակ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Դավիթ, քեզ ինչ է պատահել, որ բանակում չես ծառայել։ Ուրեմն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը չի ծառայել բանակում։ Լոռու մարզպետ Արեն Մկրչյանը չի ծառայել բանակում։ Բանակում չեն ծառայել նաև Հայաստանը արտ երկրում ներկայացնող նիկոլական մոլի ուրեմն քայլիստական դեսպանների, օրինակ
ԱՄՆ-ում Նարեկ Մկրտչյանը, ինչի՞ չէ ծառայել բանակում Նարեկ, Գերմանիայում Վիկտոր Ենգիբարյանը, Իսպանիայում հայտնի սորոսական Սոս Ավետիսյանը եւս բանակում չի ծառայել։ Բանակում չեն ծառայել նախկին պաշտոնյաներ, օրինակ Նիկոլի հետ շատ սերտ հարաբերություններ ունեցող Հակոբ Սիմիձյանը, Ռուստամ Բադասյանը նախկին պետնախագահ, Պետրոսին առաջարկում է սրանց բոլորին հրավիրել ու ուրեմն մի հատ հարցնել։ Հետաքրքիր է թե օրինակ Պետրոսին չի հետաքրքրում թե բանակում ինչի չի ծառայել փոխարտ գործնախարար Վահան Կոստանյանը, ով հիշում եք 2019 թվականին իր Facebook-յան էջում արդեն տարվա վերջ անկեղծացել էր, որ ամերիկացիներին տանում է վերջին անգամ Արցախից տա հանձնելուց առաջ։ Իդեպ նշեմ, որ այս անձը ըստ լրատվամիջոցների բանակից ազատվել էր դիսերտացիա պաշտպանելու համար, բայց զբաղեցնելով արդեն 7.5 տարի է բարձր պաշտոն, իր դիսերտացիան չի պաշտպանել։ Հիմա հետաքրքիր է, ինչով է ազատվել բանակից։ Բանակում գրեթե չի ծառայել Պիսկեմ Սուրիկը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով բանակում ծառայելու ժամանակ հանցագործություն է գործել, դանակով հարվածել է ինչ-որ մեկին հրամանատարին ու բանտ է նստել, որից հետո ինչքան տեղյակ են բանակում չի էլ ծառայել։ Հետաքրքիր է, լավ, այսքան բանակում չծառայած քաղաքական թիմի ներկայացուցիչները բարոյականություն ունեն խոսեն այս կամ այն անձի բանակում չծառայելուց, ինչպես այս պարագայում կասեր հանրաճանաչ Նիկիտա Խրուշչովը, չիա бы корова мычала, ваше бы молчало, գոնե ամոթ ունեցեք։ Այ բանակից թռած տարբեր պատճառաբանություններով եւ ուրեմն պատճառներով քայլիստ դավաճանավողմակի ներկայացուցիչներ, գոնե պապանձվեք։ Այս ցուցակը վերջնական չէ, սա ընդհանրապես այն մարդիկ են, որոնց վերաբերյալ բաց տեղեկություններ կա բանակում չծառայելու վերաբերյալ։ Բաքանի եւս տասնյակներ քայլիստներ կան մարզերում, նույն ավելի ցածր մակարդակում աշխատող պետական ապարատում աշխատող, որ չեն ծառայել։ Գոնե պապանձվեք ու միք մատնանշեք, թե սա կաննա չի ծառայել։ Իդեպ Պետրոս առաջարկում եմ այս մարդկանց, որոնց անունները ես նոր տվեցի բանակում չծառայածների, հրավիրեց քո մոտ եւ տաղավարում ամբողջ ժողջանի աչքի առաջ հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ ունեն առողջական եւ ինչի չեն ծառայել բանակում, կամ կարող է մարդիկ գիտությամբ են զբաղվել, մենք չգիտենք։